Հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով իմ հյուրն է Էդգար Էլբակյանը։ Բարև ձեզ Էդգար։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես առաջին հաղորդումը 1-2 լուր եւ անցնենք հիմնական թեմայի Թրամփի հատուկ ներկայացուցիչ Ուիտկոֆը նշել է, որ Ուկրաինայի հարցով ավելի վաղ անցկացված եռակողմ բանակցությունները Ռուսաստանը ցուցաբերել է կառուցողական մոտեցում։ Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստ է հրաժարվել Ռուսաստանի եւ Կիպրոսի քաղաքացիությունից վարչապետ ընտրվելու դեպքում այս մասին ասել էր երեկ Ազատության ռադիոկայանին տված հարցազրույցում Նարեկ իր ներկայացուցիչը Նարեկ Սամսոնյանը Կարապետյանը հակամարտությունից խուսափելու համար ԱՄՆ-ից հետո գործարքը մտել է ԱՄՆ-ի հետ գործարքը մոտ է իրականացման հայտարարել է Իրանի արտգործնախարարը չնայած ամեն րոպե ինչ որ հակասական բան հայտարարություններ են տեղից լսում Ռուսաստանը կտեղեկացնի Միացյալ Նահանգներին Կիևի կողմից միջուկային զենքի հնարավոր ձեռքբերման մասին հայտարարել է Ուշակովը գիտեք որ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան այս ինֆորմացիա տարածվեց որ պատրաստվում են ինչ-որ միջուկային գլխիկներ տրամադրել Կիևին շատ խիստ հայտարարություններ հնչեցին Ռուսաստանի Դաշնությունից շատ այսպես ավելի շատ կարելի ասել նյարդերի պայքար է գնում այս փուլում եթե ռուսական կողմը շարունակում է հարվածել էներգետիկ համակարգը ընդհանրապես ոչնչացնել իրենք էլ փորձում են այսպիսի հայտարարություններով եւ նոր սանկցիաներով ճնշել երևի երկկողմանի ճնշում է գնում երկու երկրների վրա բանակցությունները ճիշտ իրենց ուզած հունով տանելու համար ինչևէ հետևենք տեսնենք թե ինչ ընթացք կունենա հետաքրքիր էր երեք Փաշինյանի հրամանով ուրեմն պաշտոնանկ եղան 3 փոխոստիկանապետեր Ես են նույն դեմքերն են Արթուր Խուդինյանը, Կարեն Հակոբյանը և երրորդի անունը Կարեն, ինչ էր Արթուր Խուդինյան, Կարեն Հակոբյան, երրորդի անունը չկա այստեղ, հիմա կցուցադրենք իրենց սրանք շատ հայտնի էին Ես են հայտնի դեմքերն են զոհվածների ծնողներին կաշկշելու, հարվածելու, ցուցարարների վրա հարձակվելու, բաներ նետելու, տավուշը հանձնելուց ինչպիսի մեծ եռանդով էին, ասենք աշխատում եկեղեցու վրա հարձակվելուց ինչ եռանդով էին աշխատում, հիմա կտեսնենք ինչ որ տեղեր կտեղավորի իրենց թե ոչ, խնդրեմ ձեր կարծիքով ինչու գնաց այսպիսի բաների Էդգար Նախընտրական տրամաբանության մեջ եմ դիտարկում այս քայլերը ոչ մի անինքնավստահ բռնապետ լիակատար վստահություն, ընդհանրապես վստահություն չունի ուժային համակարգի հանդեպ բռնապետներն էլ երկու տեսակ կարող են լինել Վարդանյանն ուսի անունը Հա, ինքնավստահ եւ ոչ ինքնավստահ գործ ունենք անինքնավստահ ոչ ինքնավստահ տեսակի հետ, որը լրիվ փորձանք է երկրի համար, որտեղ այդ իր անինքնավստահությունը, իր ներքին վախերը անդադ արտահայտվում են համակարգի վրա։ Այս process-ը սկսեց հենց 2018 թվականից ուժային համակարգում կադրային անընդհատ փոխատեղումներով 20 թվականին օրինակ Արցախյան երրորդ պատերազմը երբ որ սկսվեց պաշտպանական շրջանների հրամանատարներ կային դիվիզիաների հրամանատարներ զորամասերի այսինքն պաշտպանական շրջանը որ 2-3 ամիս էին այդ պաշտոնին նշանակվել իսկ դա բավարար ժամանակ չի որ ասենք դու բան անես փորձառություն հավաքես բայց դա չի հետաքրքրում որոշումը կայացնողին ընդհակառակը իրեն զուտ հետաքրքրում է որ հանկարծ ինչ որ մի ազդեցիկ ուժային առաջնորդ չլինի։ Հիմա ես չեմ ասում թե այս մարդիկ ինչ որ բաներն են էլի մարշալ Ժուկովներն են ինչ որ բան են իրենցից ներկայացնում բայց ամեն դեպքում շատ լավ ծառայում էին շատ լավ ջարդում էին ժողովրդին Չէ ջարդող ծառայող միշտ կգտնվի ջարդող ծառայող միշտ կգտնվի Դե խնդիրը էս է որ ջարդել ծառայելը ինքը գործիքային ինչ որ ինստրումենտալ բնույթ է իսկ հրամանները կատարում էին մի պլասկագործին մյուսով հեշտ է փոխել այստեղ հարցն է որ ինչ որ պահից այդ օրինակ հիմա որ մարդկությունը ունի չէ այդ վախը որ արհեստական բանականությունը կարող է ինչ որ պահից
այդ ծառայի կարգավիճակից օրինակ վերածվի տիրոջ, ասենք ինչ որ ինքնուրույն արդեն բանականություն, ինքնուրույն գիտակցություն ունենա, սկսի էլ մարդուն չենթարկվել։ Հիմա նույն ձև այստեղ է, դու նշանակում ես մարդուն հաշվարկով, որ հա, ասենք ծառայի ենթարկվի, բայց ինչո՞ւ բայց իր կշիռն է մեծանում, ինքը ասենք իր տեղակալներն են իր հետ լավ, դա արդեն առանձին ապարատային կշիռ է դառնում, համակարգը արդեն սովոր է, որ ինքն է, ասենք լսում է, հնազանդվում է, դա դառնում է մի հատ այսպես միաձույլ կառույց, դե որը եթե միաձույլ է, կարա ենթարկվի քեզ, կարա չենթարկվի քեզ։ Դրա համար էլ եմ ասում, ոչ ինքնավստահ բաները, բռնապետերը, ավտորիտար ղեկավարները անընդհատ ուժային համակարգերում այդ փոխատեղումները անում են։ Էլ եմ ասում, պարտադիր չի, որ մարդը մարշալ ժուկը լինի, որ ասենք հա էլի դե կարար, ասենք Ստալինը օրինակ իր ազդեցությունից վախենար։ Չէ, այս տեսակ մարդիկ էլ, որ առանձնապես հայտնի չեն հանրությանը կամ հայտնի են, բայց վատ հանրային համբավով, միևնույն է, եթե այս պայմաններին բավարարում են, այդ ապարատային կշիռը ունենալուն, իրենք խնդիր են։ Դրա համար հիմա մեր երկրում ինչ կատարվում է, լինի էս, թե լինի թոշակների բարձրացումը, այսպես ասենք, հիշացնենք, իդեպ հիշացնենք, որ թոշակները չեն բարձրացվել այդ մարդկանց հանդեպ մտահոգությունից, ապրոմակցումից, կարեկցանքից ելնելով, ընդամենը ամիս ու կես առաջ էր կարծեմ, միգուցե նույնիսկ ավելի քիչ, երբ որ հայտարարվեց, որ այդ մարդիկ այնքան իրանք այդ բառը չասացին, բայց իրանց ասածից դա էր դուրս գալիս, հա, այնքան անհասկացող են, որ չգիտեն ավել 10,000 դրամը ոնց ծախսել։ Թոշակառների մասը խոսքը, հա։ Անցավ այս ամիս ու կեսա, 2 ամիսա ինչա, այդ թոշակները բարձրացվեցին։ Հա, իրանք բարձրացվեցին փաստացի, բայց շատ կարևոր է, էլի Ժորժ ջան, որտեվ ձերի պանիր երբեմն թակարդում է լինում։ Նախ արձանագրում ենք, որ բոլորինը չի բարձրացել, միայն շատ ցածր աշխատավարձ, թոշակ ստացողները։ Այդ ֆիքսում ենք ընդամենը 10,000 դրամով, եթե համեմատենք իրանց, ասենք, պարգևավճարները այն, որ մենակ թղթով մաքուր երևում է, հələ սևով չերևացողը մենք չգիտենք էլ ինչա, կամ իրանց նորահայտ դղյակները, բաները, մարդիկ, որ ասենք մի 60,000 դրամով էին ամսական ապրում, հիմա դղյակատերեր են դառել, ակնհայտ է, որ այս 10,000-ը ուղղակի ծաղր է։ Բայց հարց չկա, փաստացի բարձրացել է, մենք քայլերի հերթականությունը նայենք։ Ոնց կարող է մարդը այդ տեսակ վերաբերմունք ունենա իր ընտրազանգվածի հանդեպ, ու հետո այդ ընտրազանգվածի հանդեպ սրտացավությունից